Անձը ստանում է 100,000 դրամ աշխատավարձ 25 թվականին։ Թոշակառուն ստանում է 50,000 դրամ թոշակ 25 թվականին։ Եվ 25 թվականին գնաճը կազմում է 10%։ 26 թվականին ըստ առողջ տնտեսագիտական մտքի պետք է աշխատավարձը բարձրանա 10%-ով, հետևաբար պետք է ստանա 110,000 դրամ, հա։ Եվ 26 թվականին 12-10,000 անում է լրացուցիչ 120,000 ծածկի 25 թվականի գնաճը, որը 26 թվականի շարունակականությունն է լինելու։ Եվ թոշակառուն, որը ստանում է 50,000 դրամ 25 թվականին, եւ գնաճը 10% է, պետք է ստանա 55,000 դրամ, այսինքն լրացուցիչ 60,000 դրամ 26 թվականին, որպեսզի 26 թվականին ապրի այն կենսամակարդակով, հա, որը 25 թվականին էր։ Հետևաբար, եթե ապրանքի գնաճը այսպես տայպես դա բնական գործընթաց է, դա տնտեսագիտական բոլոր առողջ տրամաբանության մեջ է մտնում, ապրանքի գները մատուցող ծառայությունները պետք է բարձրանան։ Բայց եթե ապրանքի գները եւ մատուցող ծառայությունների գները արձանագրում ենք պայմանական 7% 25 թվականի 7% գնաճ է եղել, ըստ լոգիկայի մեր տնտեսվարող սուբյեկտները իրենց աշխատողների աշխատավարձը պետք է 7%-ով բարձրացնեն։ Բայց դա չեղավ բարձրացում, դա եղավ կայունացում, պահպանվեց նույն բայց եւ նաեւ կառավարությունը պետք է բարձրացնի թոշակառունների թոշակները 7%-ով, որպեսզի 26 թվականին նույն կենցաղավարությունը իրականացնեն, որը 25 թվական, այսինքն 26 թվականի 7%-ով քիչ չհագնվեն, 7%-ով քիչ չսնվեն, 7%-ով քիչ այս, 7%-ով քիչ այն, այսինքն պահպանեն գոնե 25 թվականի կենսամակարդակը։ Հիմա ես կարող եք ասել, որքանով է դա իրականություն, որ յուրաքանչյուր տարի մեր տնտեսվարող սուբյեկտները իրենց աշխատողների աշխատավարձը բարձրացնում են այնքանով, որքանով տվյալ տարում արձանագրված գնաճն է 0։ Կառավարությունը որքանով է հետևողական այդ առողջ տնտեսագիտական տրամաբանության, որը զարգացած աշխարհում է կիրառվում, որքանով է թոշակառունների թոշակը յուրաքանչյուր տարի բարձրացնում ըստ պայմանավորված ապրանքի գների գնաճով 0։ Հետևաբար տարեստարի Հայաստանի Հանրապետությունում ազգաբնակչության կենսամակարդակը նվազում է։ Այո, նվազագույն աշխատավարձը թոշակը 39,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ 39-ը թե 36։ 36,000 ներողություն։ Եւ նո էական չի 39-ը 36 40,000 դրամով չեմ կարծում էլի առողջ մարդը 30 օր կարողանա ապրի, եկեք 40,000 դրամը բաժանենք 30 օրվա վրա եւ գումարը բաժանենք 24 ժամի վրա, տեսնենք որ տակը մի քանի 100 դրամ է։ Իհարկե, դրա մասին խոսել ենք։ Եվ 75,000, հիմա տեսեք այստեղ խնդիրը ինչի մեջն է։ 26 թվականի պետական բյուջեով թոշակառունների թոշակները նախատեսված չէ բարձրացնել, այլ միայն դրված է այն ինստիտուտը, որ Հայաստանի Հանրապետության թոշակառուն առաջին քարտով, բանկային քարտով կստանա իր իսկ թոշակը եւ գնումներ կանի բացառապես անկանխիկ կստանա հետ վերադարձ որոշակի տոկոսներ, մինչև առավելագույնը 20%։ Հարց. Քանի տոկոսն են թոշակառունների օգտվելու այդ ինստիտուտից, այդ ներդրված օրենքից, ինքը շատ լավ օրենք է, վստահեցնում եմ ձեզ, բայց դա չի կարող դրական ազդեցություն ունենալ, որովհետև շուրջ 600,000 թոշակառուներից ոչ բոլորն են բանկով ստանում իրենց թոշակները, ոչ բոլորն են անկանխիկ գնումներ կատարում, մեծամասնությունը վստահեցնում եմ ձեզ կանխիկ գնումներ են կատարում, այլ ոչ թե անկանխիկ։ Եվ էլեկտրաէներգիայի վճարումները չի մտնում դրա մեջ, հանրային տրանսպորտից օգտվելը չի մտնում դրա մեջ, դեղորայք գնելը չի մտնում դրա մեջ, այս չի մտնում դրա մեջ, միայն հանրային առևտրի կետերից անկախի գնումների դեպքում։ Ենթադրենք մարդը 70,000 դրամ թոշակ է ստանում, 70,000 դրամի 40,000 դրամը գնում է կանխի գնումների եւ վճարումների Եվ 30,000-ը գնում է անկանխիկ, 30,000-ի 20%-ը 6,000 դրամ է, 6,000 դրամ 30 օրվա մեջ, բաժանենք 30 օրի, բաժանենք 24 ժամի, այդ մարդու կենսամակարդակը կբարձրանա,
7%-ով գնաճի դեպքում, 3-4% գնաճի դեպքում ոչ, խնդիրը խորքային է։ Հայաստանի Հանրապետության ամենախոցելի խավը, այո, թոշակառուններն են, որտեղ նրանց եկամուտները ցածր են։